տարբեր հատվածներում տարբեր բողոքի ակցիաներ է լինում եւ մարդիկ բարձրաձայն ասում են, որ մենք ընտրել ենք եւ փոշմանում ենք։ Արդյոք հնարավոր չէ տարբեր բողոքի ակցիաների մասնակցող անձանց մեկտեղ հավաքել մեր գաղափարի շուրջ, քանի որ բոլորին նպատակն էլ այն է, որ հիմա իշխանության ընդունած այդ օրենքների դեմ է, իշխանության արած հայտարարությունների դեմ է նրանց բողոքի ակցիաները, այդ բոլորին մեկտեղ հավաքել, ընտրել առաջնորդ եւ վերջապես մեկ գաղափարի շուրջ։ Գիտեք, դրա համար պետք է մի քիչ իհարկե մեր քաղաքացիական գիտակցությունը իսկապես բարձրացնել։ Օրինակ, ես ձեզ բերեմ, պարզ օրինակ։ Մենք այսքան ժամանակ հանրահավաքներ ենք արել, չէ՞, բազմամարդ հանրահավաքներ են եղել։ Օրինակ ես մեկի հետ խոսելուց ասել եմ, լավ, ինչի՞ չես գալի հրապարակ։ Ասում է, այն մեկը, քանի հրապարակում է, ես չեմ գա։ Ասում եմ, ընկեր, ես հարթակից նայում եմ, ավելի շատ մարդ եմ տեսնում, չեմ ուզում անուններ տամ, այնքան մարդ կա, որ ես չէի ուզենա, որ ասենք իր կողքը կանգնեի։ Բայց եթե մենք խնդիր ենք դրել, որ պետք է հեռացնենք այս իշխանություններին, իմ համար ոչ մի կապ չունի, այն մարդը, որին ես անձամբ չեմ ընդունում, այդ հրապարակում կլինի, թե չի լինի։ Մենք այս գիտակցությունը հələ դեռ չունենք դժբախտաբար։ Էլի անձնական մեր բաներով ենք առաջնորդվում։ Ես կլնեմ ընդե, եթե այս ինչը չլինի։ Լավ, այտենց մենք ուր կհասնենք, այդքան շատ ենք մենք, որ ամեն մեկը իր ոչ միայն նպատակի համար գա, այլ նաև բացառի մնացածների ներկայությունը, որոնց ինքը անձամբ չի ընդունում։ Այտենց մենք չենք կարող մեր թիվը մեծացնել։ Սա պետք է բոլորը հասկանան։ Եվ այդ ձևի հայտարարություններ անողներին պետք է դա բացատրվի։ Նիկոլ Փաշինյանը դրա օրինակը տվել է, չէ՞։ Մարդն ասել է, ով որ մերժում է Սերժին, թող գաստե։ Չի ասել, ով որ այս ինչին էլ ընդունում է կամ այս ինչ պայմաններն է ընդունում, նոր գա մերժելուց բացի։ Մերժող բոլորն է կարող են գալ այս հրապարակում եւ այս գործը իրար հետ անեն, ճիշտ է։ Հիմա մենք էլ ասում ենք, այս խնդիրը լուծելու համար նպատակ կկարևորեք եւ այդ նպատակի համապատասխան քայլեր կատարող ցանկացած մեկին պետք է համարեք ձեր գործընկերը այս պարագայում, այս գործին հաջողություն բերողը։ Էսա խնդիրը։ Սա մենք դեռ չենք կարողացել ստանալ այս վիճակը, բայց կարծում եմ, որ իրավիճակը այնքան կթեժանա այն իմաստով, որ մարդիկ ավելի լավ կհասկանան, որ օր առաջ իսկապես ազատվելը այս իշխանություններից բոլորի համար գլխավոր հարց է, գերակա հարց է։ Նոր մյուս հարցերի մասին կարող ենք խոսալ, այն մեկը ինչ անի, այն մյուսն ինչ անի, բայց սրան մի հատ հեռացնենք, որ նոր էջ բացվի այս երկրի համար, որ կարողանանք այո մեր խնդիրներն արդեն ամեն մեկի բերած լումային համապատասխան